Ուզում եմ այսօր ձեզ հեքիաթ պատմել։ Հեքիաթ մի փոքրիկ փերիի մասին։ Ուրեմն լսեք հեքիաթն իրական, որն ունի սկիզբ, բայց ոչ վերջաբան։ Լինում է, չի լինում, քաղաք Գյումրիում մի երիտասարդ Գագիկ անունով, եւ պատկերացրեք, այդ նույն քաղաքում Լուսինե անունով աղջիկ էր ապրում։ Եվ մի օր նրանք հանդիպեցին, ինչպես հեքիաթի շատ հերոսներ դե հանդիպեցին եւ որոշեցին, որ պետք է միասին ընտանիք կազմեն։ Հարսանիքն եղավ Գյումրի քաղաքում, օգոստոս ամիսն էր, շատ ուրախ անցավ, եւ ամիսներ անց, ինչպես հեքիաթում, նրանց առաջ բալիկը ծնվեց։ Սիրուն աղջիկ էր, ինչպես հրեշտակ, նա շատ նրբիկ էր, քնքուր, ժպտերես, Իրինա կոչեցին տատիկի պատվին։ Օրերն անցնում էին, նույնիսկ ամիսներ, ընտանիքն ապրում էր ջերմ ամուր սիրով։ Գագիկը, Լուսինեն եւ փոքրիկ Փերին դե իրենց դուստրը Իրինա անունով։ Բայց ահա մի օր մեր հերոսները որոշեցին երկրորդ բալիկն ունենալ։ Նրանք ցանկանում էին, որ Իրինան փոքրիկ քույր եղբայր ունենար, մենակ չմնար։ Դե որոշումը կայացրին իրենց։ Սպասում էին, որ բալիկը ծնվի, բայց ճակատագիր էր։ Այնպես դասավորվեց, որ այդ ընտանիքը մեր Գյումրին լքեց։ Նրանք մեկնեցին ընդմիշտ նահանգներ, հրաժեշտ տալով Գյումրի քաղաքին։ Եվ երկրորդ հրեշտակին այդ ընտանիքի բախտ էր վիճակված, որ այնտեղ ծնվի։ Կրկին աղջիկ էր, գլորիկ դեմքով, ժպիտը դեմքից անպակաս, սիրուն, դրական էներգիա էր տալիս բոլորին, ով նրան գրկում, էլ բաց չէր թողնում։ Դեկտեմբեր ամսին ծնվավ մեր Փերին, Տատևիկ Ստեֆանի անունը դրին։ Տաթևիկ անունն հայկական, իսկ Ստեֆանի պապիկի պատվին։ Եվ այս ընտանիքում ջերմ ու համերաշխ մեծանում էին երկու չքնաղ Փերիներ։ Մեր Իրինան նրբիկ ու սիրուն, եւ Տաթևիկը, որի մասին պատմել եմ ուզում։ Փոքրուց շատ համով բալիկ էր, գիտեք, բուլկի էր կարծես, մարմինը ծալկ, թշիկներն ուռած, փքուն ու քաղցր։ Ուտելու ջուտիկ, մի խոսքով ասած։ Բայց գիտեք, ինքն էր ուտել շատ սիրում, նկարվում էր նույնիսկ հացիկը ձեռքին։ Իսկ գեղեցկությունը մեր Տաթևիկի աննկարագրելի էր, մի հուրի Փերի, ու շատ կապված էր իր մեծ քույրիկին, դե Իրինային, մեր տանը։ Սիրում էր երգել, սիրում էր պարել, բոլորին ժպտում, անկեղծ, հարազատ, բայց ամենից շատ մեր փոքրիկ Փերին սիրում էր ուտել կոնֆետ, շոկոլադ։ Քաղցրակեր էր նա, ծնված օրից, շատ էր սիրում քաղցրեղեն ուտել, տեսքով էլ անուշ, ինչպես մարմալադ, իսկ ինքը Kinder Surprise շոկոլադ։ Մի խոսքով իսկական մի հրաշք մանուկ եւ բոլորի կողմից շատ սիրված, բայց ինքը մի հոգու շատ սիրեց, որը իրեն շատ էր նվիրված։ Նունեին էր նա շատ սիրում եւ նվիրվեց նրան իր ամբողջ հոգով։ Նունեն էլ նույնպես մեր Տաթևիկին կապվեց անբաժան հարազատ կապով։ Մեկը մյուսով էր ուրախանում։ Նունեն Տաթոյին նվերներ գնում, երես էր տալիս մեր հրեշտակին։ Եվ ահա մի օր եկավ այն պահը, որ ծնողները մեր Տաթևիկի որոշեցին նրան մկրտել, տանել Հայաստան եւ կնում քանել։ Եվ քանի որ Նունեն ու Տաթոն անբաժան էին, արդեն պարզ էր, թե ով էր կնքամայրը լինելու։ Իսկ մեր հայ եկեղեցու օրենքների համաձայն Նունեի եղբայր Աշոտն էր քավոր կանգնելու։ Բարի մկրտություն ենք մենք քեզ ցանկանում։ Թող մերոնը միշտ ճակատիդ փայլի, որ կյանքում մնաս միշտ պարզ ու ապրես անհոգ, որին ցանկանաս այն միշտ կատարվի։ Իսկ վերջում լսեք, կապույտ երկնքից ցած ընկան գետնին 3 ալ խնձոր։ Մեկը Տաթոյին, մեր հրեշտակին, մյուսը Իրային, նրա քույրիկին, իսկ երրորդն էլ մեզ բոլորիս, ովքեր ճանաչում են այս ընտանիքին։